35 կտավ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում հեղինակը գեղանկարիչ եւ բեմանկարիչ Արեգ Միրիջանյանն է։ Անդեմ խաղ խորագրով անհատական ցուցահանդեսում արվեստագետն անդրադարձել է ժամանակակից մարդու ինքնության կորստին, երբ ստվերվում են անհատականությունն ու ստեղծագործելու կարողությունը։ Իմ կերպարները չունեն թևեր, դա միտումնավոր արված բան է, որովհետև ըստ իս թևը դա նաև ստեղծագործելու նշան է, հա, ստեղծագործելու ունակության նշան է, իսկ նրանք չունեն, որտեղ զուրկ են ստեղծագործելուց, զուրկ են ինչ-որ բան ստեղծելուց, նրանք սպառողներ են, այսինքն իմ արձագանքն է այսօրվա իրականությանը։ Ցուցահանդեսը միավորում է արվեստի միանգամից մի քանի ճյուղ՝ գծանկար, գունանկար, գեղանկար եւ էսքիզ։ Անդեմ խաղ շարքի որոշ կտավներում պատկերված են նաեւ իրական դեմքեր։ Գեղանկարիչը սկիզբը, զարգացումն ու ավարտը մեկ պահի մեջ է անմահացրել։ Այս տեսանկյունից գեղանկարի հետ աշխատելը շատ բարդ է, որովհետև դա կանգնացված պատկեր է, որով դու պետք է ցույց տաս որոշակի պատմություն, այդ ամբողջ մի հսկայական պատմությունը պետք է խտացնես մեկ հատվածի մեջ։ Բեմանկարչության դեպքում այլ է։ Թատրոնը ինքնին շատ հետաքրքիր եւ յուրօրինակ արվեստի տեսակ է։ Եվ այստեղ միանշանակ մտածողությունները տարբեր են, մոտ են, բայց տարբեր են։ Արեգ Միրիջանյանը ռեժիսոր եւ պրոդյուսեր Էլմիրա Սոլոյանի բոլոր ներկայացումների բեմանկարիչն է։ Այս անգամ էլ են գործակցում։ Էլմիրան է զբաղվել ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով։ Մենք ռեժիսոր եւ բեմանկարիչ արդեն քանի տարի է իրար հետ աշխատում ենք, իսկ որպես իր պրոյեկտի ղեկավար սա առաջին դեպքն էր, որ ես արեցի ցուցահանդեսի պրոդյուսինգը։ Ես իմ բնավորությամբ, եթե որպես հանդիսատես բարձր չգնահատեի Արեգի արվեստը, երբեք չէի լինի այս պրոյեկտի մաս, առավելևս պրոյեկտի ղեկավար։ Թեև գեղանկարիչը նախընտրում է կարմիրը, սակայն այն չի կիրառում, եթե չկա անհրաժեշտություն։ Վրձնին հանձնում է էմոցիաները, որոնք էլ անցնելով ստեղծագործական ինքնուրույն ճանապարհ կտավ են դառնում։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։